ու հենց առաջին բառը մոռացա։ Ինչ որ մի ձև պատմությունը պատտվում է ու գալիս է հասնում է քեզ։ Բայց ես համել խանութում կասիր չեմ։ Եթե այդքան թանկ պրոյեկտ չի, թանկ դերասանը թող չնկարի։ Հիմա քեզ վատ ես զգում, որ շանսը բաց ես թողել։ Ասես շնորհակալություն ու կգնար ալմը։ Պետք չի վախենալ տխրելուց։ Ես պատրաստ եմ ամբողջ կյանքում նկարվել Էդգար Բաղդասարյանի ֆիլմերում։ Դժվար է բլոկադան խաղալ։ Ընդհանրապես Արմեն Պետրոսյանի ձեռքը որտեղ կպնում է, դա այդպես է լինում։ Դու ինչ ես մտածում, որ պետքա սուտ լինի։ Ինգա եւ Անուշ Արշակյանները։ Ոնց հետ գնացիր։ Անելու եմ գործս ազնիվ, հետեւաբար իմ գործը թանկ է։ Շատ եք խոսում կամ լռում Արցախի մասին։ Լռում։ Լռում եք։ Ես լռում եմ։ Փողոցում քայլում ես, դու կարաս ուղակի դոդոին տեսնես։ Այդ ինձ թվում է այս քաղաքի ամենամեծ հաջողություններից մեկն է։ Մեծ որ ասում եմ, սրբուկին մի բան, թեթև բան եմ ասում, իրան թվում է թե դա երելակի նկարվելը մեզ համար արդեն պոտենցիալ կռիվ է։ Դա խիստ ես ասում, որովհետև երևի Մի անգամ ասեմ, ես քեզ սիրում եմ, թե 10 հատ ասեմ, ինձ համար շատ մեծ տարբերություն կա դրանց մեջ։ Սրբուկ շատ այն բանն լավացա։ Եվ մտովի դու էստեղ էիր։ Հա։ Բայց ինչ հետաքրքիր է, դու կանաչ ես ակել, այսօր մի քիչ կանաչ կա վրա։ Հա, կանա Չպայմանավորված։ ասած գինի։ Գնացինք։ Վաչե ջան, բարի գալուստ։ Ուրախ եմ, որ ստեղ եմ, շնորհակալ եմ, բարև ձեզ։ Դու այս մեր վերջին ամիսների ընթացքում ինչ սկսել ենք այս պրոյեկտը ամենաշատ քննարկված անձնես այս տաղավարում։ Նկատել ես։ Հա, իհարկե նկատել եմ, առաջին անգամ պատահական եմ տեսել, այսինքն Սրբուկը նայում էր, վայ, իմ անունը, վայ Սրբուկի անունը, ու տենց շատ ուրախացանք, հետո դրանից հետո էլի արդեն պատահական չէր, ուզում էինք նայենք ոդքասթը։ Ու ամեն անգամ որ անունս լսում շատ ուրախանում էի, շատ հաճելի է, շատ շնորհակալ եմ համ ձեզ, համ այն մարդկանց, ովքեր հիշել են ինձ։ Վաչե արդեն նույնիսկ այտենց հումոր են կանում, որովհետև ամեն երկրորդ եկող հյուրը, երբ խոսում է այսօրվա դերասանների մասին, սիրած դերասանների մասին, ինչ որ մի ձև պատմությունը պատտվում է ու գալիս է հասնում է քեզ։ Ես շատ ուրախ եմ դրա համար։ Բայց ինչ ուրախ եմ, դե շատ հաճելի չի, յուրաքանչյուր մարդու համար հաստատ հաճելի է։ Ընտիրա ու շատ-շատերի համար դու այն կերպարն ես, որ բերել ես քո հետ քո գույնը, քո տեսակը, որովհետև մենք տենց հստակ գիտենք մեր դերասանուհիներին, երգիչ-երգչուհիներին ու հաճախ չի լինում, որ հայտնվում է մեկը, ով սիրվում է, ու տենց իր տեղը հստակ ունի։ Հա, համաձայն եմ, դա այդքան դժվար չի, ինչքան դա պահելը։ Աշխատում եմ ամեն ինչ անեմ, որ դա պահեմ։ Բոլորին սիրում եմ, բոլորը ինձ են սիրում եւ դա երջանկություն է ինձ համար շատ մեծ։ Վաչե ձեր ընտանիքի հաջորդ անձը, ում ես պետքա ուսումնասիրեմ, դա բնական է Սրբուկն է։ Հիմա արդեն կվերջացնենք այս հաղորդումը, ես կանցնեմ Սրբուկին ուսումնասիրելու, բայց ես հասկանում եմ, որ տենց արև աղջիկ է ու քո կյանք շատ գույներ է բերել ու նաեւ քո առավոտները արթնացնող մարդն է։ Հա։ Ահա, ոնց է ձեր տան առավոտը։ Դե առավոտը շատ անկանխատեսելի առավոտներ են լինում, երբեմն շատ ուրախ, երբեմն հիմնականում ենք իրար չենք տեսնում։ Առավոտյան չեք տեսնում։ Դրանից սկսենք, հա, կամ ինքնա շատ շուտ արթնանում գնում, կամ ես եմ շատ շուտ արթնանում գնում, հակառակ հերթափոխ ենք լինում ու չենք հանդիպում իրար։ Բայց այն առավոտները, որ արթնանում ենք միասին, այդ սուրճը, այդ մի խոսքով իր այդ կրակոտ հեռախոսով խոսալը արագ-արագ ամեն ինչ հասցնելը ինձ համար շատ հաճելի է ու իրոք գույն կա իմ կյանքում իր շնորհիվ։ Երկու էմոցիոնալ մարդ, երկու նույն ոլորտի մասնագետ, երբ միասին ապրում են, այդ ինչ է, այդ այսինքն անընդհատ սենց են խոսակցությունները, անընդհատ թատրոննա, կինոնա, թե դուք այտենց բոլորից նման եք։ Չէ, մեր խոսակցությունները շատ պարզ են, հողեղեն են։ Բայց չգիտեմ, զուգանի թուղթերը գարար։ Չէ, այդքան կենցաղային չէ, եթե մենք պիտի ասենք ինչ որ դերասան ենք ու վերամբարձ բաներից պիտի խոսենք, դա ասենց հողին կպած ենք շատ խոսում ու մենք իրար շատ լավ հասկանում ենք, բայց մի բան կա, որ երկու դերասաններ, երբ որ ասում են երկու արտիստներ իրար հետ են ապրում, ես ամեն օր բացահայտում եմ իր հորիզոնը ու իր մտածելու տաղանդը, ինքն էլ իմ, ու մենք անընդհատ նորություններ ունենք իրարից, դրա համար չենք հոգնում։ Ենթադրենք ես մի բանը կարող եմ նկարագրեմ նենց, որ ինքը կյանքում տենց չէր լսել եւ հակառակը ինքը մեկ էլ կտեսնես մի բան կասի, որ վայ, այսուր գնաց միտքդ։ Ու դրանով մենք իրար լրացնում ենք ու շատ հաճելի է իրար հետ ապրելը։ Սուրճում վրա է, կենցաղում վրա է, արդյոք sense տարանջատում ունեք։
Հա, ունենք։ Սուրճը նենց հա որ կամ ես կամ ինքը, մնացած ինքը։ Հայկական տիպիկ ընտանիք, հա, կենցաղի մեծ մասը կնոջ վրա։ Չէ, անկեղծ չէ, կիսում ենք։ Բայց նոր ասում էի սրբուկի վրա է մնացած։ Դե հիմնականը, բայց երբ պահը գալիս է, հաստատ ես մասնակցում եմ ու դե մենք երկու հոգով ենք ու մեզ այդպես պիտի լինի, որովհետև մանավանդ առավոտը գնում է, իրիկունը գալիս է, չենք հասցնում, դրա համար պիտի իրար լրացնենք։ Իսկ ով ավելի զբաղված ձեզնից։ Իմ զբաղվածությունը փուլերով են, իրեն ամեն օր։ Ու ես մեկ-մեկ նայում եմ, թե ոնց է հասցնում, ես խելագարվեի չէի կարողանա։ Ես մի բան պիտի անեմ ու դա անեմ։ Բայց դու մի բան չէ, հենց այս պահի դրությամբ դու 4 ներկայացման մեջ ներգրաված ես։ Բայց ես համել խանութում կասիր չեմ։ Հա, այսինքն սրբուկը երկու տեղ է աշխատում։ Սրբուկը 6-7։ Ինչ ես ասում։ Համ ֆոտոներ, համ թատրոն, համ էջեր, որը շատ գեղեցիկ է վարում, եւ այդտեղ իր ճաշակը ամենտեղ երևում է։ Ես իրոք չեմ դադարում հիանալ հայ կնոջ կերպարով։ Դուք հասկանում եք, մարդ, որը դերասան է, միաժամանակ 4-5 տեղ հասցնում է աշխատել։ Ինձ թվում է մենք հիմա պարտավոր ենք սրբուկի կենացը խմել։ Ահա, սրբուկի կենացը արի խմենք։ Որ հիշեցիք սրբուկի։ Սառը սպիտակ տակառի գինով, հələ խմի ու ինձ ասա դու զգում ես, հիմա ասեմ։ Մրգածաղկային բույրը, ցիտրուսային ետհամը, նեկտարի։ Ահա, շատ լավն է։ Չէ, շատ լավն է։ Պետք է ձեր քննարկումները երեկոյան տակառով համեմեք։ Այո։ Բայց իսկ երբ ընտանիքում երկու էմոցիոնալ մարդիկ են, ձեր քննարկումները, որոշումները ո՞նց են լինում, որովհետև հաճախ մեզ պետք է լինում պրագմատիզմ, չէ՞, մենք ընտանիք ենք, մենք ունենք ածախսը, մենք ունենք X եկամուտը, մենք ունենք այս սպասելիքները, ինչ որ տենց քննարկումներ անում եք, թե շատ էմոցիոնալ ինչ ստացվի։ Այդ հարցում էլ է մեզանից ավելի, ինձանից ավելի տաղանդավոր սրբուկը։ Գրումա, կազմակերպումա, գիտի թե որը, ոնց, ինչ, եւ եթե ինքը չլինի, ես ավելի լայնածավալ կծախսվեմ։ Իսկ ես էմոցիոնալը չեմ մեր տան։ Չէ։ Ես ավելի սառը, տենց իմ էմոցիաները պահում եմ իմ մեջ, ինքը մինչև հասկանում է թե ես ինչ էմոցիա ունեմ։ Դա դժվար է տևում։ Այնպես որ այդ առումով դժվար չի մեր, որովհետև ինքն է էմոցիոնալը, ես բանը։ Բայց իսկ այսքան տարիների ընթացքում քանի տարի է միասին եք։ 21 թվականից։ Այսինքն 26-ն է 5 տարի։ 5 տարվա ընթացքում չես սովորել իր հետ արտահայտել էմոցիաներդ, որովհետև հաճախ կանանց այնց դժվար է, այդ պետք է լինում կռահել։ Ես սովորել եմ, երբեմն արտահայտում եմ, առաջ ավելի քիչ էր, հիմա ավելի շատ է, բայց ես այդպիսի մարդ եմ եւ չեմ կարողանում, հա, դա չի ստացվում ինձ մոտ։ Ինձ մի անգամ ասեմ, ես քեզ սիրում եմ, թե 10 հատ ասեմ, ինձ համար շատ մեծ տարբերություն կա դրանց մեջ։ 10 հատ դե ոնց ասես։ Դե ասա էլի, անգամ 10 արա։ Ասում եմ, հա, բայց մի հատ ծանր ասես, քան 10 հատ թեթև։ Բայց երիտասարդ ընտանիք եք, ինչի վրա եք հիմնականում ծախսում գումար, հետաքրքիր է, կենցաղն է, չէ՞ տանում։ Հա, բայց շատ հաճելի է, ամեն ինչը հաճելի է, մենք այնքան սիրուն է կազմակերպում ինքը որ վայ ծախսվեցինք, սենց չենք նայում դրան։ Իսկ այն ինչն է որ դու ասում ես, եթե սրբուկը չլիներ, ես շատ կծախսեի, այ ինչի վրա կծախսեիր։ Ամեն ինչի։ Հա, այդ պահին ինչա պետք։ Հիմնականում մեզ համար ամենահաճելի ծախսը դա ճանապարհորդության վրա ծախսված ծախսն է, որը որ մենք իրար հետ պիտի անենք։ Բայց չենք նեղվում։ Ընդհանրապես ինձ թվում է կանայք գումարը ծախսելու, նո հիմնականում եմ էլի ասում, ունենց հմտություններ գիտեն։ Ես որ տեսնում եմ կինը իր սահմանափակ բյուջեով ոնց է բաժանում, չգիտեմ, երեխեքի դասերը, պարապմունքը, այստեղ պետքա նվեր առնել, այնտեղ են, սնոց ֆանտաստիկ ձևով այդ հաշվարկը անում է։ Ու իմիջիալից լավ է որ կինն է անում, գիտես։ Օրինակ սիրուն ես հիանում եմ, երբ կինը այդ հաշվարկը լավանում է, չէ՞, բայց երբ տղամարդը այդ հաշվարկը այդքան լավանի, կարող է ինձ այդքան դուրս չգա։ Դե հա, ու դրա շնորհիվ ես սովորեցի, ասենք 10,000-ը 100,000-ից կամ 1 միլիոնից տարբերել։ Այն ժամանակ բոլորը նույն կերպ էր ծախսվում իմ կողմից։
Այսինքն շատ փողն էր նույն Այո։ քիչ փողն էր։ Ունենք ծախսում ենք, չունենք չենք ծախսում։ Ես սովորել եմ, որ այդ շատ փողը 10 հատ այն քիչ փողն է ու պետքա բաշխել։ Բայց իսկ ինչ վիճակ կա ընդհանրապես ձեր ոլորտում ֆինանսի հետ կապված, այսինքն տարբեր ներկայացումներ ենք տեսնում, սիթքոմեր ենք տեսնում, ֆիլմ, կան ինչ-որ սենց հստակ չէ, բայց ինչ-որ մոտավոր գնային սանդղակներ դերասանների, թե ոնց է կախված է, թե ով է ներկայացումը կազմակերպում, կախված է ով է դերասանը։ Սենց շատ տարբեր են գները։ Ես լսել եմ, ինչ որ գիտեմ, ես գիտեմ մենակ իմ մասին, բայց ինչ որ կողքից լսում եմ շատ տարբեր գներ, դիապազոնը գնային շատ մեծ է։ Եվ ամենակարևորը այդտեղ որ դերասանն ինքը իրան ճիշտ գնահատի, եւ ոչ շատ, եւ ոչ քիչ։ Իմ մասին ես կասեմ, որ ես իմ մասնագիտությունը գիտեմ, ես վստահ եմ, որ ես գիտեմ իմ մասնագիտությունը, անելու եմ գործս ազնիվ, հետեւաբար իմ գործը թանկ է։ Իսկ այդ դիապազոնը կախված է պրոյեկտից, թե դերասանից։ Գումարի դիապազոնը։ Դե եթե այդքան թանկ պրոյեկտ չի, թանկ դերասանը թող չնկարվի։ Հա։ Իհարկե։ Իսկ լինում են դեպքեր, որ օրինակ դու եւ քո գործընկերները ասում եք, դե այսինքն թեմայա կամ ունենց մասնագետներ են ներգրաված, որ ֆինանսը կարա երկրորդական լինի։ Լինում են։ Դա բացարձակ չի վերաբերվում նրան, որ դու ընդեղից քաղելու բան ունես։ Օրինակ, ես պատրաստ եմ ամբողջ կյանքում նկարվել Էդգար Բաղդասարյանի ֆիլմերում։ Շատ քննարկել ոչ մի բան։ Միայն շոր ու բան, արտաքին տեսք։ Կան ընկերներ, ում հետ չաշխատել, չօգնել չես կարող։ Եվ կան ուսանողներ, որոնց ուղակի մերժել չի կարելի։ Դա անթույլատրելի բան է։ Միայն ժամանակը կարող է խանգարի, բայց հիմնականում անում եմ նենց, որ բոլորին ուսանողներին հասնեմ։ Քո հոգու մասնագիտությունը դա բեմն է, չէ՞, ամեն դեպքում սիթքոմերը, ֆիլմերը երկրորդ տեղում են։ Ես ֆիլմեր եմ շատ սիրում։ Հա։ Կրկին եկանք նայեց ով է նկարում, հա։ Հա, բայց այդ աշխարհը շատ սիրում եմ։ Իհարկե բեմը ունի իր տեղը, որովհետև այն ինչ որ անում ենք հրապարակում նկարահանման, դա էլ տեղ է թատրոն, որ ճուղ համարենք, հա, բայց այն էլ եմ շատ սիրում։ Այն էլ է ինձ շատ հոգեհարազատ, ես շատ լավ լողում եմ դրա մեջ։ Ոնց ես այդքան անգիր հիշում։ Շատ հեշտ։ Շատ հեշտ։ Ունես ինչ-որ մեխանիզմ անգիր սովորելու։ Չէ, բացարձակ, միակ մեխանիզմը այն է, որ անգիր չսովորեմ։ Ինձ պետք է ընդհանրապես մի քանի անգամ կարդալ։ Ոնց որ դու քո կողմից ասես, ոչ թե անգիր, հա։ Ես որ հիմա շատ տառապ եմ, կարողա Շեքսպիրը հիշեմ։ Այդ այնց որովհետև ինքն է տենց գրել։ Անկեղծ մտքին շատ հարմար է գրել։ Մարդու մտքին հարմար է։ Ու հետո այնքան ենք կարդացել, որ չհիշել ուղղակի անհնար է։ Լավ, ուրեմն լավ հիշողություն ունես։ Մենակ այդ իմաստով։ Նենց տակրկիրա դերասանները հաճախ դա ասում են, որ կյանքում կարող ես լավ հիշողություն չունեմ, բայց տեքստերի հարցում ինչ որ մի ձև դա գալիս է։ Եթե իմ կորցրած առարկաները հավաքենք, այս սենյակը չի ելքի։ Այդքան հիշողություն չունեմ։ Իսկ եղել է այդպես կազուսային դեպք, որ ասենց տոտալ մոռացել ես խոսքդ։ Հա։ Դե պատմի։ Դե այդ գոյում էր, որ պետքա արեմտը հայերեն բանաստեղծություն կարդայի։ Մտա ու հենց առաջին բառը մոռացա ու չեկավ։ Всё, ստոպ։ Ու չեկավ ու դուրս եկա։ Ոնց հետ գնացիր։ Մտա դուրս եկա։ Ու թված որ դա հատուկ այտենց մտածված մուտք ու ելք է։ ելք։ Բոլորն էլ հասկացան ինչ կատարվեց։ Իրոք։ Այո։ Ուղղակի այտենց մի քիչ տխուր մութ լուր ներկայացում էր։ Դրա համար այտենց մի բան եղավ էլի։ Տարալուծվեց։ Այ ինչ է լինում դերասանի հետ այդ դրանից հետո։ Դարեր է դա, այդ մի վարքյան է, երբ որ հանդիսատեսը նայում է հասկանում է, հանդիսատեսը հասկացա, որ մոռացել ես, ուրեմն հաստատ դարեր է տևել դերասանի համար։ Դա ահա որ բան է։ Հետո քեզ ուտում ես, գերել ես, որ ոնց եղավ։ Ու զարմանալիորեն մոռանում եմ միշտ այն բառերը, որոնք որ գիտեմ։ Օրինակ ChatGPT-ի ժամանակ պետք է հարցնեմ Արմենին միացնել, թե չմիացնել։ Չմիացնելը մոռացա։ Շատ բարդ պահեր դա։ Դե բայց այնտեղ երբի ոչ մեկ չի ֆիքսվել։ Բնենց ներկայացումը ակտիվ։ Բայց ասենք այդ ի՞նչ է, միացնել թե Ինչ ասիր միացնել։ Չէ, մի քիչ երկար պաուզա տվեցի, դե միացնելու հակառակը չմիացնելն է։ Այդ մոռացա։ Քեզ ուտում ես անհաջողություններից հետո։ Չէ, դե պատահում է։ Ինչ լավ է։ Հա։ Հիմնականում կարևորը որ այդ պահին այդ իսկական լինի։ Բան սուտ բաներ չլինեն էլի։
Բայց 4 ներկայացում, չէ՞, հիմա քո կյանքում, որը ասենց կտարանջատեիր։ Կատարման իմաստով Լուսիեն Լուկա աշտարակի թատրոնի, որովհետև ես չունեմ այդ տիպի ներկայացում եւ երևի չեմ էլ ունեցել։ Ընդհանրապես արի օգտվենք առիթից ու խնդրենք հիշեցնենք, որ կարելի է գնալ նաև ներկայացումների Երևանից դուրս աշտարակի թատրոնը, որտեղ ես անդադ պետք է հասնեմ ու չեմ հասնում, ես խոստանում եմ, որ կհասնեմ, բայց ես տեսնելով ինչ-որ վիդեոներ ու լսելով ես հասկանում եմ, որ ֆանտաստիկ աշխատանք է այնտեղ տարվում ու բարձրորակ արվեստ կա այնտեղ։ Կարող եմ սենց հաստատ ու հստակ ասել, որ աշտարակի թատրոնը բարձրաճաշակ թատրոն է։ Գնացեք ու նայեք ու կհամոզվեք հաստատ։ Ընտիրա, ընդհանրապես ասեմ, որ այդ հավելվածները որ կան, որ տոմսեր են վաճառում, չգիտեմ ոնց երևի գնումների ընթացքում այդպես եղել, որ ինձ գալիս է նամակ, դա միակ նամակներն են, որ են unsubscribe ասած, ես չեմ անում, որովհետև դու խառն ես լինում ու մոռանում ես, որ կա մշակութային ակտիվ կյանք, մեկ էլ ինչ որ նամակ կա գալիս, որ այս շաբաթ ինչեր կան, խնդրում եմ, անենք դա, տոմս գնենք, ինչ որ սրճարանի փոխարեն, ինչ որ նոր հագուստի փոխարեն ու հաճախ ես հասկանում եմ, որ ոչ մի բանի փոխարեն թատրոնի տեղը։ Ես հաճախ նաև հասկանում եմ, որ դա ինչ որ մեծ ծախս չի, էլի ուղղակի պետքա գնել, մոտենալ ներկայացմանը։ Պատահմամբ նոր պարզեցի, որ դու չես սիրում ներկայացում նայել։ Գիտես, ես պատրաստվում եմ քեզ հարցնել, արդյոք նայել ես Սրբուկի բոլոր ներկայացումները, ու փաստորեն դու չես սիրում նայել։ Ես ներկայացում նայել իմ ամենա չսիրած գործն է դա։ Ինչի՞։ Այդ մենք նայենք դու չնայես։ Ինչի՞։ Երևի մասնագիտական ասեմ, շատ դժվար է ինձ զարմացնել։ Իսկ կարող է, որովհետև դու ներկայացումը նայում ես ու տեսնում ես ամբողջությամբ ոնց է դասավորվել, դու չես կարողանում հանգիստ ընթացքը վայելել։ Ասեմ, քանի որ ֆոկուսները པարզ են ինձ, այսինքն կուլիսից հետո այդ մարդը գնացել փոխվել է, ես դա գիտեմ։ Բայց այս դեպքում ինձ սրտիս կպնում է միտքը արդեն։ Հա։ Ռեժիսորի միտքը, սցենարի միտքը, պիեսի սցենարի չէ, պիեսի միտքը ու դա է որ մեկ էլ ինձ կարող է տանի, օրինակ կան այդպիսի ներկայացումներ, այնպես չի որ այս ներկայացում չեմ սիրում ու չեմ գնում եմ։ Ո՞րն է այն ներկայացումը, որ դու չես խաղում, բայց շատ սիրում ես։ 42-24 աշտարակի, որը ինձ տարել է։ Ուղղակի մի քանի օր դրա տակ եմ մնացել ու այդ մտքերով երևի միայն ես չեմ, բոլորն են այդպես, ով նայում է այդ ներկայացումը տենց է։ Դժվար է դրանից հետո խոսելը։ Գորի աշխատանքի արդյունքն է մեծամասամբ։ Գորի մտքի արդյունքն է, գորի ճաշակի, երեխեքի շնորհքի, որովհետև երեխեքով դա դիպլոմային ներկայացում է, դա 4-րդ կուրսի դիպլոմային ներկայացում է։ Եվ այդ մտքի մեջ այդ երեխեքը ապրում են։ Իմ ընկերները ովքեր աշտարակում են, բոլորն էլ ճաշակով շնորհքով մարդիկ են։ Ես շատ սիրուն վայրում եմ Գրոհե Center Armenia-ում։ Այստեղ ամեն ինչ Գրոհեի մասին է։ Կարելի է տեսնել, շոշափել, փորձարկել։ Ուրեմն 25 տարի առաջ, այո, 25 տարի առաջ Reginox ընկերությունը դարձավ Գրոհեի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ցնցուղներ, ծորակներ, լվացարաններ, զուգարանակոնքեր, տարբեր աքսեսուարներ։ Այստեղ է նաև Գրոհե Spa-ն, միակը Հայաստանում։ Ընդհանրապես նման շոուրում տարածաշրջանում չկա։ Գրոհե Spa ոչ միայն ֆունկցիոնալ տարածք, այլ հանգստանալու, վերալիցքավորվելու վայր, հենց ձեր տանը։ Մերսման էֆեկտով ջուր, ջրի օգտակարություն, լույսեր, երաժշտություն, լավ, այս ինչ է։ Եվ մինչ դուք վայելում եք տանը ձեր սպան, ընտանիքի անդամների համար կարող եք հանգիստ լինել։ Նրանք կխմեն ֆիլտրված ջուր։ Իսկ ձեր թեյնիկը կարող եք ինչ-որ մեկին նվիրել, որովհետև դուք դրա կարիքը էլ չունեք։ Ծորակից գալիս է եռացող ջուր։ Հանքային էլ կարող եք չգնել։ Կրկին ծորակից է գալիս։ Իսկ եթե ուզում եք շարունակել զարմացնել ձեր տան անդամներին, վերցրեք այս ցնցուղը, որը ջրի հետ փրփուր է տալիս։ Ու այս ամենը Sayat Nova 37 հասցեում, հետո արդեն ձեր տանը։ Իսկ Սրբուկի ներկայացումները նայել ես։ Սրբուկի ներկայացումները հա, նայել եմ մի քանի հատը, բայց երկու կարևոր ներկայացում չեմ նայել։ Ու հիմա քեզ վատ է զգում։ Կուզեի նայել։
Կուզեի նայել, Էլ չի չնայած խաղում։ Չէ, այդ ներկայացումները էլ չկան։ Չէ, նկատում հիմա քեզ վատ ես զգում, որ շանսը բաց ես թողել։ Մեկը դեռ կարող եմ նայել, հələ կարող եմ, որովհետև խաղում են։ Իսկ ուներ մի ներկայացում Նատաշայի երազանքը, այդտենց էր կոչվում։ Այդ շատ կուզեի նայել, բայց չստացվեց։ Երբ այն ժամանակ նոր էինք իրար հետ։ Վաչե, իրար ասել օբյեկտիվ կարծիք։ Նաև հաշվի առնելով, որ դիմացը դերասան է, ու պետքա զգույշ լինես, էլի, էմոցիոնալ մարդ է։ Ստացվում է։ Հա, ստացվում է։ Հարցը այն է, ինձնից դա ուրիշ ձև է հնչում։ Սրբուկը երբեմն կարող է ասի, բայց ինչի տենց ասեցիր, միգուցե ասենք շորդ օրինակ այսօր սենց է։ Ինչի ես տենց ասում, բայց ես կարող եմ նեղվեմ, բայց ես իրոք օբյեկտիվ կարծիք եմ ասում։ Եվ հակառակը սպասում եմ իրենից, ինքը ասում է, բայց ինձ համար դա թույլ է։ Հասկացա՞ք ավելի ինչա։ կուզեիր ավելի Կուզեի սենց ասեր, որ այդ շորը էլ կյանքում չհակնես, ոչ թե կարող է այդ շորը չհակնես։ բայց ինքն էլ ուզում է ավելի փափուկանի քեզ չնեղացնի։ Տենց էլ ենք իրար լրացնում։ Տենց էլ հասկանում ենք իրար, բայց դա չի խանգարում։ Քո ամենամեծ քննադատը ով է։ Ու ոլորտային մասնագետը, որ քեզ շատ կարևոր է, որ ինքը տեսնի ու վերլուծի քո խաղը։ Քույրս ու մայրս, մաման ու քուրիկը։ Ինձ կթվար ոլորտի մասնագետ կասես։ Չէ։ Դե ոլորտի մասնագետների կարծիքը էլի կարևոր է ինձ համար, բայց Այս քուրիկն ու մաման այդ մի քիչ հստակ ասողներն են։ բացարձակ։ Այս լավեր են վատ։ Չէ, բացարձակ, հպանցիկ շատ, բայց դա հերիք է։ Բայց դողատակերում արդեն տեսնես ինչն է վատեղել։ Դա ինձ հերիք է։ Իսկ ոլորտից գիտեմ, որ ընկերներով, տենց գոյականներով, հա։ Հա, գոյականների բոլորի կարտ։ Նենց է ստացվել, որ իմ ընկերները բոլորը ով ինչ անում է լավ։ Ես ունեմ ընկերներ լուսանկարիչ, ունեմ, ասենք, մաքսայինում աշխատող, բայց իրենց գործը անում է լավ։ Չի ասոցիացում մաքսայինի ընկերը, բայց այս դեպքում չես կարող հեղինակավոր չընդունել իր կարծիքը։ Ինքը որ ասեց, ուրեմն այդպես է։ Եվ ընդհանրապես յուրաքանչյուր, եթե մի բան ասել եմ վատ, ուրեմն ինչ որ մի բան կա։ Ինչ որ մի բանը քննադատությունից։ Եթե առողջ չի, հա, այսինքն առողջ ասելով առողջը նաև վերաբերում է, երբ որ մի բան վատ ես արել, ասում են լավ է։ Հա, դա դուրս չի գալիս։ Բացարձակ դա պետք է ամեն ինչ գնահատել ճիշտ։ Բայց եթե նայես քո խաղը տարիներ առաջ ու այսօր, ի՞նչն ես ավելի լավացրել։ Դժվար հարց է շատ։ Չգիտեմ։ Երևի վատացրել եմ։ Մի ասա։ Հա, առաջ դե ուսանող տարիներին դու ֆորմայի մեջ ես լինում։ Դու անընդհատ դրա մեջ ես, դու անընդհատ տրեյնինգների մեջ ես, բայց ես 4-րդ կուրսից ի վեր երևի մի ամիս իրար կպցրած տրեյնինգ չեմ արել։ Ու դա բնականաբար որակի վրա ազդում է։ Բայց դու գործնականում ես, խաղում ես ամբողջ օրը։ Այո, եւ դա է դարձել իմ տրեյնինգը ու դրա համար ես բաց եմ կամերաների հետ աշխատել, դա ինձ համար, այսինքն դա դարձել է իմ առօրյան, բայց Աստծո հաջողությամբ, եթե ես ինձ հիմա մի հատ ուրիշ դեր ստացա, որը իմ մտքից ու իմ կարկասից դուրս ասենց ասեմ, ինչ եմ անելու։ Պետք է արդեն այն չարածը խտացնեմ մի քանի օրում շուտ հասցնեմ։ Դա արդեն վատ է։ Ինչ հետաքրքիր է, այսինքն քո ասածը այն է, որ ամենապատրաստված վիճակում ուսանողական տարիքում է լինում դերասանը, որտեղ ամենաշատը այդ ժամանակա աճում, լսում, սովորում։ Ինձ մոտ է տենց ստացվել, կարող է մեկն էլ կա, որ ինքը ուսանողական տարիներին քիչ աշխատել, հիմա ամեն օր աշխատում է։ Ինձ մոտ հակառակն է։ Ես կուզեի, որ ամեն օր ֆորմայի մեջ լինեի, ինչ որ դասեր լինեին, գնայի։ Ու կուզեիր դասի գնալ, թե հայ, թե դրսի։ Դասի, հա։ Այնպես է ստացվել, որ իմ դասախոսները այնպիսին են եղել, որ ես էլի իրանց մոտ կուզեի գնալ, Աննա Հեկեքյանի, Արմեն Մազմանյանի, Գարեգին Վահանիչի լիքը բան են մեզ տվել, էլու մոտ ուզեի։ Այսինքն կուզեիր ուղղակի նորից իրանք մաստեր կլասների շատ կուզեմ, միշտ գնամ, բայց որ ամեն օր ինձ դաս տան, ավելի հետևողական մարդիկ չեմ տեսել։ Ու չեմ պատկերացնում, որ կան կներեք։ Դուք ընկերներով Սամվելը Թոփալյան, Գուգոն, Աշոտը, Արսենը, Սաքոն, Արոն։ Ճիշտ եմ հասկանում, որ դուք ձեր ընկերությամբ շատ համեստ եք։ Սենց ես ինչքան ձեր հետ շփվում եմ, կողքից նայում եմ, սենց շատ ոչ աստղային կերպարներ եք։ Ոչ գետնին կպած։ Ճիշտ եմ հասկանում, թե պարբերաբար ինչ-որ բաներ լինում են, դուք իրար հավաքում եք։ Այն որ ասում էի դասախոսների իմաստով,
Համ մեր շնորհքն է, համ իրանց մերը սենց եկել կպել է իրար։ Նրանք ասել են մենք հասկացել ենք։ Էտա։ Ոնց էր ասում Գավառական փոշին թափտուր, գավառական փոշին թափտուր։ Հա, իհարկե, մեզ դա ոչ թե սովոր ասել են, որ չի կարելի, այլ պարզ բանա չէ, որ դա չի կարելի։ Իսկ եղել է մի պահ, որ սենց մի վարքյան, որ սենց հասկացել ես, որ սենց դու քեզ սենց ես զգում, հա։ Այո։ Երբ էր։ Առաջին կուրսում։ Երբ որ ֆիլմ նկարվեցի, մի ամսով գնացինք նոյեմբերյան հետ եկանք, ֆիլմը նկարվեցի ու եկա։ Ու վերջ, քեզված վերջ։ Գլուխս պտտվեց, հա։ Բայց հետո շատ շուտ հավաքեցին ինձ։ Դասախոսները հավաքեցին։ Այո։ Ինչ հետաքրքիր է, թատերականի դասախոսները երևի այնքան շատ են դրա հետ առնչվում ու մի հատ sense մեխանիզմ ունեն, որ բարբերաբար տեսնում են այդ մեխանիզմով, հա, ով ուր է հասել ու իջացնում են։ Էլի անհամեստանամ մեր կուրսում դա անգամ 10 էր։ Այսինքն չէր կարելի, ուղղակի չէր կարելի։ Մենք նժդե էինք անում, մենք չենք կարող այդպեսին լինել, էլի ասենք եթե տեքստա որ ասում ես աշխատիր որ փառքդ ընթանա հետևիցդ ոչ թե արջևիցդ չես կարա հետո լսարանի դուռը բացես տենց քեզ եսի միջի տեղ դնես քեզ մի կարտիր այն ինչ որ չես այսինքն բայց չէ իսկ դուք երբ ընկերներով եք լինում որ դուք ձերանցով եք քննարկում եք օրինակ այլ դերասանների հասկանում եք որ այս դերասանուհին կամ դերասանը այդ տենց մի քիչ այդ հա իհարկե փոշոտված վիճակում է հա իհարկե բոլոր ասելով բոլորին չէ բայց իհարկե կան մարդիկ ում քննարկում են կան մարդիկ ովքեր ընկեր են եղել էլ ընկեր չեն կան ովքեր ընկեր չեն եղել հիմա շատ լավ ընկերներ ենք իսկ հեշտ է ընկերների հետ խաղալ այնպես է ստացվել որ մենք իրար սերն հաջորդականությամբ ենք տեսել հա այսինքն Սամոյի կարծիքը ինձ համար տենց կիսադասախոս հա սենց ասեմ ու բոլորի այս մեր հանդիպումները եղել են տենց ու դրա համար մենք իրար կարծիք հարգում ենք մեր բախտը չի բերել մենք վերջինն ենք մեզ լսող չկա այդ ձեզնից հետո եկող սերունդը քո կարծիքով ինչքան է այս մասնագիտության կրթությանը կարևորություն տալիս սա կարևորություն տան թե չտան ինքը անդադ առաջ շարժվող բան է կարևորություն չտվեցիր կընկնես այդ բելկով գալիս է դրա մեջ ու կկորես իսկ դու ընդունում ես որ կան ոլորտում չգիտեմ, դերասան, բլոգերներ, որոնք չունեն մասնագիտական կրթություն, բայց այնքան տաղանդավոր են, որ այդ այսպես ասած գործը լավ են անում։ Լևոն Հարությունյան։ Լևոն Հարությունյանը ինձ թվացել է նա չունի ակադեմիական կրթություն, բայց ավելի օրգանիկ դերասան քիչ կա։ Հիմա ի՞նչ է դուրս գալիս, որ եթե դու այդ տաղանդը ունես, կարող ես չսովորել։ Ստեղ մի քիչ վերևի հետ կապված հարցերը ես չգիտեմ։ Պատժել կա Աստված պաչելա դրելա տեղը սենց բաներ կան մարդկա ներքուստ այնպիսի խարիզմա ունի բայց աշխատում է ենթադրենք լրիվ ուրիշ ոլորտում ասենք բենզինա լցնում շատ ենք դա հանդիպում հա եւ պատկերացնում ես իրան տանես բեմ ինքը ինչեր կանի գիտես սոցիալական ցանցերը ինչքան էլ վատ բան իրանց հետ բերել են բայց նաեւ լավ բան են բերել այն առումով որ խարիզմատիկ մարդիկ որոնք ուղղակի իրանց այդպես աշխատասենյակում էր այդ խարիզման կորելու կամ տանը հիմա շատ հաճախ դա ինչ-որ սփռում են իհարկե բնականաբար վատն էլ կա դրա բայց լավն էլ կա կա ուղղակի նայած ինչին ես ուշադրություն դարձնում ինչն ես սեյվանում քո մոտ այ սեյվ ասեցիր ձեր էջերը այնքան սենց ուրիշ են քո սրբուկի իմն էլ սրբուկինը հա իմը ես իմը դե սրբուկը կոլաբա տալիս քեզ հաճախ տենց քոյջնել է տենց է դառնում քոյջնել է տենց դառնում որովհետև սենց ինստագրամում ինչ որ տենց խառը վիճակա միտեղ վաճառքա գնում միտեղ տենց ուրախությունա միտեղ հումոր է խառը բան մեկ էլ սենց ընկնում ես ձեր էջերի վրա սենց գույներ են սերա հանգստությունը հա էդ էլ կա նույնիսկ այդ ամենաանկեղծ վիդեոներից մինչև ամենակոմերցիոն գովազդը աշխատում եմ նենց անեմ որ ինքը լինի շատ համեստ որովհետև մարդ պիտի հասկանա ինքը ինչա կարողանում անի ես չեմ կարողանում դա անել ինձ չի սազում ենթադրենք լիքը բան եւ դրա համար լիքը բաներից հրաժարվում եմ ինչ որ սազում է դա եմ անում ինչ որ ինձ հարմար չասեմ հենց սազում բառը իսկ շատ է լինում որ սրբուկի հետ վիճում է կոնտենտի հետ կապված ասում արի այսինքն մի հատ վիդեո անենք sense trend կա բան դու ասում ես չէ ամեն օր մենք առավոտ վերելակի նկարվելը մեզ համար արդեն պոտենցիալ կռիվ է պայթյունա պետք է նկարվենք ու դու ասում ես չէ չի ասում պետք է նկարվենք հանում նկարը
Ինչի՞ չես։ Ու մենք լիքը վիդեոներ ունենք, երբ որ ես իր վրա խոսում եմ, որ ինքը չնկարի։ Օրինակ դուք տղամարդիկ դիվում ենք բոլոր տղամարդկանց ինչու չեք սիրում այդ նկարվելը, հա։ Ես իմ միշտ չեմ սիրում ֆոտոել եմ դժվար լինում։ Նկարի, քեզ ինչ է դրանից լինում։ Դե ինչի՞ պետք է իմանան, որ ես հենց հիմա վերելակի մեջ եմ։ Չէ, քեզ ժամ հետո քցի չեն իմանա։ Դե ամեն դեպքում, չգիտեմ, չեմ սիրում մի ինչ որ տենց հակաբան կա ինձ համար այդ անընդհատի մեջ։ Երևի անընդհատն է ինձ խանգարում, ոչ թե նկարվելը։ Դե ոնց կարաս անընդհատ նկարվես։ Հա, իմիջիալոց այդ թեման ինձ շատերի ընտանիքում կա, որ տղամարդիկ այդ social-ը սիրում են դուրս լինի իրանց կյանքից, իսկ մենք երևի մենք աղջիկներս մենք ավելի տենց թեթև ենք, մենք այդքան ծանր չենք տանում, դուք ավելի սենց։ Հա, նկարվելու պատրաստ եմ վիդեոներ, բան, իմ լավ օրինակ ընկերներ ունեմ, շատ լավ, որ նկարում են, ես էլ հաճույքով նկարում, Հարութ Գրիգորյան։ Ասապուտի գնով Վահանակներ տեղադրելով Ասապուտի գնով Լավագույն պայմաններով Ասապուտի գնով Շահում ես տարիներով Ասապուտի գնով Գժական երաշխիքով Ասապուտի գնով Ամեն ինչ տեղադրելով Ասապուտի գնով Ամեն օր ես պասարկումով Գնացինք իտար սոլարը գրասենյակ, գնացինք այ տոմատը դեկե ջորջ։ Գնացինք այս կապնային ոնց հեղավ է։ Արի մեր նորմալ ակցիա է, բայ։ Վաչե, շատ եք խոսում կամ լռում Արցախի մասին։ Լռում։ Լռում եք։ Հա, ես լռում եմ։ Սրբուկի մոտ դե բնականաբար մանավանդ հիմա մեր օրերում շատ են խոսակցությունները եւ այլն, չես կարող չխոսել, բայց ես հիմնականում լռում։ Դե ինչ խոսեմ։ Իսկ աղա իրան պետքա որ խոսած, թե Իրան ինչքան պետքա ես խոսում եմ։ Դժվար է բլոկադան խաղալ։ Դժվար է կառուցվածքի իմաստով, բայց Չէ, թեմայի իմաստով։ Թեմայի իմաստով, չէ, արդեն բան եմ եղել, հղկվել եմ։ Սկզբում դժվար էր։ Մի օր է լինում տենց, որ այդ օրը ամբողջ ինչքան հույզ ունես դու դատարկում ես ու վերջ, էլի դառնում է ինքը քո աշխատանքը։ Գուրն է այդ օրը պրեմիերանա թե փորձերն են։ Երբ որ Մարջանը առաջին անգամ իր վերջին մոնոլոգը կարդաց բեմում փորձի ժամանակ տենց բան չկա էլի ուղղակի չկա, հա։ Հետաքրքիր է շարունակում ես խաղալ, թե ամեն դեպքում մարդ ես քո էմոցիայով ու այդ ժամանակ ես ներքևից նայում էի իհարկե, որովհետև դա վերջին մոնոլոգներ, մենք արդեն դուրս ենք եկել բեմից, բայց ուրիշ բան էլ ասեմ, Շանթ Հովհաննիսյանը, որ պատմում է իր թորների մասին, այդ կտորն ափսոս, որ հանդիսատեսը իմ ռակուրսից չի տեսնում։ Բա ինչ հետաքրքիր ես ասում։ Դա դժվար է։ Դա տեսնելը դժվար բան է։ Համ մնաս, համ չմնաս, համ գնահատես, ամենասխալ բանն է գնահատելը, երբ որ դու խաղում ես ու քեզ գնահատում ես կողքից, ասում ես վայ լավ ստացվեց, վայ վատ ստացվեց, բայց այդ չես կարողանում մինչև վերջ։ Եթե ես չեմ սխալվում, բլոկադայի թեմայով, Արցախյան այս վերջին զարգացումների թեմայով, սա առաջին ներկայացումն է, գիտես, երբ ես տեսա քո վազը բնականաբար միանգամից on-line տոմսը ձեռք բերեցի, այդ բանը ես հասկացա։ Որ առաջինն է այս թեմայով։ Հա, ուսից իմ համար շոկային էր։ Իմ պատկերացումով էլ առաջինն է։ Իհարկե ես տեսել եմ շատ հետաքրքիր կարճամետրաժ ֆիլմեր, համ ուսանողների նկարած, համ կայացած ռեժիսորների, որը էլի լավն էին, բայց ներկայացում ես էլ չէի տեսել։ Չէ, ես նոր մտածեցի, որ չկա։ Գիտես, թեման ինքնին այնքան նույնիսկ խոսալն է դժվար դրա մասին ու դրան մոտենալը, հա, այդ թեմային, որը մեր շատերի կյանքն է, մի մասը ֆիզիկապես են այնտեղ եղել, մի մասը հոգեպես այդ ամբողջը վերապրել են, շատ վախենալու է, բայց այնց թիմով եք մոտեցել ու ամենահետաքրքիրը, որ ընդհանուր գլոբալ թեման համ կա, բայց համ էլ այստեղ մի ընտանիքի պատմությունն է, անհատների պատմությունն է։ Ինձ էլ է այդ ամենաշատը դուր գալիս, որ եւ կա այս
ամեն ինչ որ ապրեցինք եւ չկա, որովհետեւ խտացրատը տան մեջ ու բոլոր խոսակցությունները շատ ոչ մի ակցենտավորված բան չկա այսօրվա, չգիտեմ քաղաքականություն եւ այլն, բայց ամբողջը դրա մասին է։ Հումորը։ Ու հումորը։ Այսինքն ներկայացում, որի ընթացքում, չգիտեմ, 80%-ը հուզվում ես, լացում ես, 20%-ը կճկճում ես։ Ու դե մարջանի մասին, բոլորի մասին, չեմ ուզում առանձնացնել, ուղղակի դե մարջանի կերպարը այնքան sense տպավորիչ էր ու մեկ մարդկանց ընտանիքի օրինակով sense ամբողջ պատկերը կարողանում ես տեսնել Արցախցու ուժի տեսակի ու հնարած չի։ Ես մարդ եմ, ով ապրում է այդ ամեն ինչը ապրած մարդու հետ, դա հնարած չի։ Էլ չասեմ այն վերջի մաքրելու տեսարանը sense ամբողջ դահլիճը ուղղակի տապալվում է։ Ես ուղղակի կարող եմ ասել, որ ուշադիր եղեք գովազդներին, երբ թե հուսով եմ նորից առաջիկայում լինի գնացեք ու վերջերս դուք Միացյալ Նահանգներում եք։ Գնացել եք որպեսզի խաղայիք բլոկադան։ Այո։ Ես իմ պարտկը համարեցի րոպե շուտ ձեռք բերել տոմսերը։ Իմ Այստեղից։ Անց հավես էր ստեղից ես հեռախոսով ձեռք եմ բերել տոմսերը Միացյալ Նահանգների մեր հարազատներին նվիրելու համար։ Տեսակ, հետո էլ ասում եք դժվար է։ Երկու ներկայացում խաղացիք։ Երկու ներկայացում խաղացինք, երկուսն էլ շատ լավ ընդունվեց։ Շատ հաճելի հանդիսատես էր ու տպավորությունը հետաքրքիր էր, որ ես եմ իրենց կարոտել, ոչ թե իրանք ինձ։ Բեմից ինչ որ տենց մի հատ էներգիա էր գալիս ու բոլորը շատ լավ ընդունեցին։ Մեր հարազատները զանգահարեցին ու ես չգիտեմ ես ինչ նվեր կարող էի իրենց անել, որ այդքան էմոցիոնալ լիներ, սենց խառնված էին ուղղակի։ Կարծիք կար, որ մենք այսպիսի էմոցիա չենք ապրել, երբ մեզ մոտ դե մեր ընկերները բոլորն էլ գնում են հիմնականում կոմեդիաներով, բայց ասում եմ այս էմոցիան մեզ արդեն դարձել էր բան, հերու, ու մենք ապրեցինք ու այնքան հետաքրքիր տարբեր տեղեր ծափ էին տալիս, այնպիսի տեղեր, որ Հայաստանի հանդիսատեսը չի տալիս ծափ։ Ինչ հետաքրքիր ես ասում։ Բայց հասկանում ես, որ այդ ծափը ոչ թե իրան դուր եկավ ինքը ծափ տվեց, այլ ուղղակի այդ պահի էմոցիան չգիտի ուրիշ ինչ կերպ դուրս տա ու ծափ հատալիս ուրիշ ինչ անի։ Համաձայն եմ, այդ ծափը նաև համաձայն է մնա երևի հաճախ։ Հա, ես էլ լինեի տենց կպատասխանեի կամ տենց ինչ որ մեջներ էլի հանդիսատեսը ամբողջությամբ մեջներ։ Ես կոմեդիաներին, ուրախ թեմաներին իհարկե կողմ եմ, բայց բլոկադան եկավ ապացուցելու, որ կարելի է խոսալ մեր իրականության մասին, մեր ցավի մասին, որը կներեք շատ է։ Վերջին տարիներին դա շատ է, ինչքան էլ մենք հիմա անենք ռիլերը, անենք ուրախությունը, չգիտեմ, ուրախ ներկայացումները, այս մեր իրականությունն է, կարելի է դա անել, կարելի է վաճառել այդ տոմսը այսինքն վարկենական արագությամբ ու կարելի է կպնել, հիշեցնել, ախր պետք չի վախենալ տխրելուց։ Այնքան վատ բան է եղել ու մարդիկ այնքան վատ բաների միջով են անցել, որ այդ 2 ժամ այդ էմոցիան ունենալը դա մինիմալն է, ինչ կարա մեր հետ լինի։ Համաձայն եմ։ Ուրիշ հարցեր էլ կան, որ չհիշեցիր ինչ, ասենք ինչ էլի։ Ենթադրենք ես ապրել եմ մեկի հետ 100 տարի ու մեկ էլ չեմ ապրում իր հետ ու դա ինձ համար վերջ։ Տենց չի լինում էլի։ Ես հուսով եմ, որ վարակիչ կլինի բլոկադան ու գոնե երբեմն կունենանք մեր արմատները տանող ներկայացումներ։ Հա։ Ոչ միայն ներկայացումներ, երաժշտություններ, ֆիլմեր, հա, պետք է, հաստատ պետք է։ Բայց այ դու որպես դերասան զգում ես քո վրա այդ պատասխանատվությունը կարևորի մասին խոսելու, կարևոր նախագծում մասնակցություն ունենալու։ Անպայման, իհարկե մատերիալները, որոնց վրա աշխատում է դերասանը, դա իր համար շատ կարևոր է, ինքը ինչի վրա է աշխատում, ինչ նյութի։ Մենք կարող ենք աշխատել, չգիտեմ, Չապլինի պես ինչ որ մեկին սափրենք ու ասենք Անգլիայի պատմությունը խաղանք։ Այդ մեզ համար շատ կարևոր է։ Մեր դեպքում, մեր երկրի համար կարևոր բաները մի քիչ ավելի խորն են ու վերքին սեղմող։ Իսկ հաճախ է լինում, որ տենց պատմությունը, որը պետք է ներկայացնես, սրտովը չի ու մերժում ես։ Անպայման։ Շատ։ Հա։ Հաճախ են լինում, ցավոք նրա համար, որ չենք կարողանում աշխատել, թե չէ միգուցե ես եմ սխալ, իրանք են ճիշտ, բայց ես շատ բծախնդիր եմ այդ առումով։
Ոնց էր կյանքը նահանգներում, ինչքան մնացիք, ասացիր, որ շատ սենց կարոտ զգացի Կարոտ կար, հա, հանդիսատեսի հանդեպ կարոտ զգացի, որ ոնց որ ես իրանց կարոտածել եմ։ Շատ դե մարդիկ են ովքեր գնացել են ենթադրենք 91 թվականից ու այդ իրանց զգացողությունը, որ հենց հիմա իրանք նայում են հայկական Հայաստանի մասին իրանցից եկած պատմություն, երևի այդ էներգիան խառնվեց իրար, զգացի, որ մենք իրար կարոտել ենք շատ։ Այս նահանգներում կյանքը հրաշալի էր։ Այո, որովհետև նախ մեզ շատ պատշաճ կերպով դիմավորեցին ըստ արժանվույն, երևի մի քիչ էլ ավելի, ընդհանրապես Արմեն Պետրոսյանի ձեռքը որտեղ կպնում է, դա այդպես էլ լինում է, հակառակը չի լինում։ Եվ ձեռք բերեցին նոր ընկերներ։ Այո։ Հայրենակիցներ, մերոնցից։ Այո, հայրենակիցներ, Կարենը ենթադրենք։ Եվ տեսա իմ հին ընկերներին։ Ինչ հետաքրքիր է, ես մինչև պրեմիերան չգիտեի, որ Արմենի պրոյեկտն է։ Հա, Արմենի պրոյեկտն է։ Եվ ինքը շատ ուղիղ գնացել է հենց սրա հետևից։ Այն ինչ որ ստացել ենք, այլ բան չենք ուզեցել, հենց էս ենք ուզել ու ստացել ենք։ Եվ Արմենի գլխավորությամբ Սետոյի մտքի շնորհիվ մի խոսքով Ուզում եմ Արմենին ասել շատ մեծ շնորհակալություն եւ հուսալ, որ նման նախագծեր էլի կլինեն։ Բայց ինչը կարա քո օրը փչացնի։ Չեմ կարծում կա մի բան, որ կարա իմ օրը փչացնի։ Ինչ ես ասում։ Ոչ մեկ ու ոչինչ։ Դե եթե մեքենան չխփեն։ Ահա, տես մեքենայից։ Հա, ասենք տենց բաներ է, էլի, որ թղթաբանությունը։ Երբ որ ես առավոտ արթնանում եմ, պետք է ինչ-որ թղթաբանություններով զբաղվեմ, դա օրինակ վիզայի թղթերը ասա ինչ չէ, վիզայի թղթերը լավ է։ Լավ է հավաքում։ Շատ հաճույքով։ Սենց առանց շտապելու, չէ, ենթադրենք ինչ-որ բան պետք է ստորակ հաշվապահություն, չգիտեմ ինչ, դրանք ինձ սպանում են, խամում են։ Իսկ սոցցանցերին հետևում ես, չգիտեմ, մարդիկ ինչ են ասում, ինչ են խոսում, քեզ ինչ մեկնաբանություններ են գրում, թե քո համար, թե քո համար սոցցանցերը տենց կողքից մի երևույթ է, որ կան։ Չէ, դե այսօր առանց դրա չի լինի, բայց ես երևի ամենակիչ դրա մեջ այդ ճոխությունը ունես։ Հա։ Ամեն դեպքում օգտվում եմ այնքան, ինչքան ինքը ինձ պետք է։ Ում հետ ես ամենաշատը կապ պահում հեռախոսով եւ որ կապի միջոցն ես օգտագործում։ WhatsApp, Telegram։ Չէ, հեռախոս հին մարդ եմ ես։ Դե լավ, գրվելուց ո՞նց ես գրվում։ Հա, գրվելուց այդ արդեն իրանցից է կախված։ Ես ամեն ինչը ունեմ, գտեք ինձ կամ դուք ինձ մի փտրեք, ես ձեզ կգտնեմ։ Չես սիրում։ Շատ կապ։ Չէ, վայ, հեռախոսով խոսել մանավանդ չեմ սիրում ու անդադ քայլում եմ։ Այս մի խոսքով էսի մեջ։ Իսկ ձայնային գրելը, օրինակ ես հեռախոսով խոսել չեմ սիրում, կատեգորիկ չեմ սիրում, բայց աուդիոների մասնագետ եմ, ասած երկար ես ասեմ։ Վայ, չէ, մանավանդ կան, չէ, երկար voice-եր են ուղարկում։ Այն որ անգամ երկուսն էլ չի փրկում։ Չի փրկում, չէ, ասենք մի րոպե 48 վայրկյան։ Դե ինչ տնես այդ քանը լսես։ Կա որ SMS-ները հաթաթ են ուղարկում, դա էջենսի։ Վաճ, բարև։ Ոնց Իսկ ում հետ ես գրվում ամենաշատը, ում հետ ես կապի մեջ բացի սրբուկից էլի։ Քրոջս, ընկերներիս, հորեղբորս, հոր մի խոսքով։ Ձերոնցից ով ամենաշատը քեզնով հպարտանում։ Ես իմ։ Դե հայրս էլ, մայրս էլ։ Բոլորը։ Գնում ես Հրազդան հաճախ։ Հաճախը քիչ-քիչ կրտբանա լինում, մեծանում է, բայց հա, գնում եմ անպայման։ Դե որովհետև այնտեղ հովա համ հանգիստ է, համ տունս է, բայց անպայման գնում եմ աշխատում։ Ինչն ես կարոտում։ Բանը, այդ մեր շենքի հետևը մանկությունը մի խոսքով դպրոցը շատ պինդ ա եղել էլի մանկությունս դրա համար կարոտում։ Բայց գնում ես, այդ գտնում ես, թե օրինակ գնում ես ու զգում ես, որ այդ դատարկ է։ Անգամ տեսքն է փոխված։ Հա։ Բայց դա կյանքա դե հիմա։ Բայց եթե փոքրիկ վաճեին ով գալիս էր մասնակցում էր ԱԼՄ-ի մրցույթին։ Ինչ որ մեկը ասեր, որ լսի դու լինելու ես top դեմք, լինելու ես ամենահայտնի, ամենաշնորհալի դերասաններից։ Ինչ կզգար այդ ճուտիկը։ Կասեր շնորհակալություն ու կգնար ԱԼՄ։ Հա։ Դե Չէ, ԱԼՄ գնալ չգնալու մասին, այսինքն
կար այդ երազանքը դառնալու։ Հա, կար։ Ամեն դեպքում բեմից չէի ուզի իջնեի ու ուրիշ գործ անեի։ Հաստատ չէի ուզի։ Թեպետ հիմա միտքդ։ Հա։ Ու տենց էլ եղավ։ Ես վստահ եի, որ տենց լինելու է, որ ասեմ մանկության երազանք ա եղել, իսկ թվում իջեմ այլ երազանք կմնար։ Դու իրոք վստահ էիր, որ դու հաջողելու Հա։ ես։ Ինչ լավ է։ Հա, դե թևերել ունեի քույրերս, մայրս, հայրս շատ են էլի, ինձ օրինակ երաժշտական դպրոց են տվել, որը ինչ որ մի պերիոդ ես չէի ուզում գնալ, բայց ստիպեցին ու գնացի ու հիմա ուրախ եմ ու շնորհակալ։ Բայց դու հիմնականում երգում էիր, ով էր այն մարդը, որ ասում էր, «Էս երեխան ընտիր է խաղում, հələ մի հատ նայեք ոնց է այն»։ Ոչ մեկը։ Ոչ մեկ։ Չէ, ես չեմ խաղացել, որ մի Բայց հատ ինչ էլ որ ասեի։ ձևեր էր, չգիտեմ, ինչ որ պարոդիա դասատուի, ինչ որ ասմունք։ Դե դա չէ, դա անկերական ինչ որ հավաքույթներում, որը ոնց որ հիմա կարող է լինի։ Նեղ շրջանակներում բաներ են, ես թատերականի մասին խոսք չի եղել ինձ համար։ Բա ոնց։ Եկել եմ որ ժամանակ շահեմ, ընդունվել եմ որ ժամանակ շահեմ, մինչև մտածեմ հասկանամ ուր կարելի է գնալ։ Նույնիսկ արդեն ուրիշ տեղեր էի խորացել, ինչ որ պատմական, արևելագիտական։ Ինչ ես ասում։ Հա։ Այսինքն այս պատահականության արդյունքում դու հայտնվեցիր թատերականում։ Կարելի է այդպես ասել։ Ու եթե լավ է չեմ ասի, չէ։ Ասա։ Չէ։ Ուզում եմ ասել, եթե անվճար չընդունվեի, չէի նստելու դասերը։ Ճիշտ պատմություն է։ Չէ, դե լավ, հիմա ես անվճար եմ ընդունվել, տենց է երևում։ No, արի ասենք, որովհետև այդ շատ կարևոր է, ես վերջերս էլի մի քանի դերասանի հետ խոսել եմ դրա մասին, որ թատերականում անվճար սովորելը պատճառ էր, որից հետո գնացել է այդ մարդու կարիերան։ Հա, լինում է տենց, բայց լավ։ Բայց խիստ ծնող կլինես։ Ինձ թվում է հա։ Բայց դա կստացվի, ոչ թե ես կուզեմ խիստ ծնող լինեմ, տենց հա ստացվում։ Այդ որ ասում եմ, սրբոքին մի բան, թեթև բան եմ ասում, իրան թվում է թե դա։ Հա դա խիստ ես ասում, որովհետև երևի խիստ դեմքի արտահայտությամբ ես ասում։ Բացարձակ, ինձ թվում է ես ամեն ինչ անում եմ այնքան, ինչքան պետք է։ Այս մի հատ ներքին զգացում է։ Okay, ծիծաղալով պետք է ասես։ Հա, լավ։ Սրբոք։ Շատ այն բանն է լավ։ Այդ տեղերով կփոխվենք արդեն պետք չի։ Երազանքիցդ ինչ կա։ Ինքնաթիռների մի անգամ էլ հանձնեցի տեսական քննություն, որովհետև անցադասընթաց քննություն չեմ հանձնել, անցադասընթաց, որովհետև նախորդից անցել էր մի տարի ու մի խոսքով դա հեչ էր եղել։ Հիմա նորից եմ հանձնել, որ տեսնենք գործնական եթե լինի Աստված տա, արդեն կունենամ լիցենզիան ու կգնամ typewriting-ի, այսինքն ինքնաթիռ կընտրեմ, որով կթռնեմ։ Ժողովուրդ, ես ուզում եմ ասել ձեզ մի բան։ Խնդրում եմ, դարձնենք այս մարդուն բուլինգի զոհ։ Ինքը պատրաստվում է բեմը թողնել։ Պատկերացնում եք, Վաչեն պատրաստվում է բեմը թողնել ու դառնալ օթաչու։ Ես շատ ուրախ եմ, որ դու քո երազանքը ուզում ես ի կատարածել, բայց մի արա դա մեր հետ։ Ես էլի եմ ասում, Աստված տա տենց լինի, որովհետև մեզ մոտ մի քիչ այնքան դժվար է, որ համատեղ ես գոնե, թե դա չի համատեղվում։ Չէ, չի համատեղվում։ Չի համատեղվում։ Իսկապես չի համատեղվում։ Բայց չէ, արի այսպես պայմանավորվենք։ Դու եթե գնաս, դառնաս օթաչու, անպայման վայելելու ես սկզբում։ Արի պայմանավորվենք, ֆիքսենք, որ ես քեզ ասել եմ, դու հետ ես գալու բեմ։ Դու չես կարող առանց բեմի։ Դե ֆիքսենք, որ 65 է մինչև նրա տարիքը, այսինքն 67-ում կարելի է մի հատ մեծ։ Այսինքն երիտասարդ տարիքի բոլոր դերերը դնում ենք մի կողմ, անտեսում ենք, ուրանում ենք, 65-ից հետո ասում եմ հետ եմ գալու։ Կարծում եմ, որ դրան դեռ շատ կա։ Ես այնքան կուզեմ լինի ձեր ասածը ու ես էլ հետ չգամ։ Շատ կուզեմ, բայց դա, ասենց ասեմ, 70-30 է։ Բայց ամեն դեպքում արի ֆիքսենք, որ դու ինչ անում ես, այնքան մեծ սրտով ես անում, այնքան սենց սիրով ես անում եւ լուրջ ես մոտենում, որ համոզված եմ, որ օթաչու դառնաս, մենք հանգիստ կլինենք, որ դու ես մեզ տանում բերում, բայց քոդերը շատ սենց պակաս կլինելի այստեղ։ Հետ ես գալու։ Շնորհակալ եմ, հա, հետ կգամ, կամ չեմ գնա, ես իմ, բայց կուզեմ գնամ դեպի այդ կողմ։ Զրույցները ավելի հարթ են անցնում եւ երեկոները ավելի ջերմ ու հանգիստ են անցնում, եթե դու տանը կամ աշխատավայրում ունենում ես սիրելի բասկաթոռն ու բազմոցը։ Իտալական հայտնի շատ որակյալ նատուցի բասկաթոռներն են, ինչի շնորհիվ կարծում եմ մեր զրույցները ավելի հարթ ու
ավելի հարմար են անցնում։ Ու ընդհանրապես լավ կահույքի համար պետք է գնալ 1 սրահ 30 տարուց ավել է ամեն տեսակ կահույք կա այստեղ ընտիր բրենդերի ու նաև ուզում եմ մի բան նշել մեկի հետ կապված մեկում կան այդ հայտնի ամենա բրենդերը, դա բոլորս գիտենք, բայց նաև մեկից կարելի է ձեռք բերել միջին գնային սեգմենտի շատ լավ կահույք։ Հիմա գնամ վերադառնամ մեր զրույցին։ Ճիշտ եմ հասկանում, որ սրբուկի հետ երբեք չեք խաղացել։ Խաղացել միասին չէ։ Չէ, չեք խաղացել, բայց հետաքրքիր է, չէ՞, ոնց կլինի։ Գիտեք, չէ, առաջին անգամ իրան էլ չեմ ասել, բայց մտքեր ունեմ ինչ որ։ Ինձ թվում է հիմա ճիշտ պահն է, եթե ճիշտ եմ հասկանում, հիմա չի խաղում, չէ։ Չէ, չի խաղում Մեր հիմա։ Մկրտչյանում չի էլ։ Չէ, մեր Մկրտչյանից դուրս է եկել։ Էլի ուսանողական մի ներկայացում կա, որ շատ լավ ներկայացում է, որ չեմ նայել, բայց վստահ եմ, որ լավն է։ Մենակ ընդեղա, բայց ասեմ, որ ինքը շատ անեղվում դրանից, որ ինքը չկա, դե դերասանի համար դա ահավոր բան է, բայց ես մի այսքան ուրախ եմ, որ ինքը չկա։ Հիմա, հա, ասեմ ինչի, որովհետև այդ նորությունը մանավանդ հասուն տարիքում, երբ որ նորություն է լինում, իսկ ես իր տաղանդի ու շնորհքի վրա որ շատ վստահ եմ, էլի ես դաժե ինչ ասեմ, զարմանում եմ ամեն անգամ, անկեղծ զարմանում եմ, ֆիլմում տեսնում, բայց ուրախ եմ, որ ինչ որ նոր պրոյեկտ կլինի ու ինքը տեղ կլինի շատ լավը, նորը կլինի ու դրանից հետո կբացվի իր մոտ։ Ինձ թվում է, հա, մեր ռեժիսորների, պրոդյուսերների համար էլ հիմա Հետո ճիշտ պահն է սրբուկին վերցնել ու նոր ձևով ներկայացնել։ Խոսենք, տեսնենք։ Մի հատ զանգ։ Դու այսպես զբաղվում ես պրոդյուսերով։ Չէ, Պրոդյուսերական ամուսինն։ Բայց իհարկե նաև այդ համատեղ ներկայացումն էլ մտածի։ Ինձ թվում է սուպեր։ Իրար հետ այդ եմ ասում, շատ լավ կլինի։ Այդքան նորությունից հետո երբ որ միասին լինենք, ես կշահեմ։ Ես կշահեմ, ընդհանրապես ես կարծում եմ, որ լավ բանը պետք է քիչ լինի։ Անընդհատ երբ որ լավա դա դառնում է արդեն սովորական ու արդեն մարդու գնում է Ինգա եւ Անուշ Արշակյանները ենթադրենք հա հիմա բոլորը կարոտած են չէ հիմա բոլորը կարոտած են ու բոլորը սպասում են բայց չափաբաժինները շատ ճիշտ են ես այս հարթակն էլ կօգտագործեմ եւ կասեմ որ դու քանի որ սիրում ես Ինգա Անուշ Արշակյաններին ունենց շատ մեծ սիրով ես սիրում համերգների միշտ գնում եւ այլն դուք պետք է համատեղ ինչ որ նախագիծ անեք ես այդ մտքից հետ չեմ կանգնում մի բան պետք է միասին մի քիչ ես համարում եմ որ իրանց մասնագիտության մեջ շատ վերև են ես կարող է տեսահոլովակ են նկարում ու դու նկարահանվում ես մեծ հաճույքով պետք է մեջ կազմակերպել Օսոլեմիոյի մանավանդ երբ իրանց տեսահոլովակները նկարում է տաղանդավորագույն Դավիթ Բաբայանը Դոդոն իրանց տեսահոլովակները միշտ տարբերվել են ոչ միայն Դոդոն դե հա էլի Հրանտ Մովսիսյանն էլ ան նկարել էլի հա մի խոսքով բայց ամեն դեպքում իրանց ճաշակը այդ ամեն ինչի մեջ կա դե ընդհանրապես իրանց ճաշակը ինձ համար մաքսիմումն է իսկ դու Դավիթ Բաբայան հետ աշխատել ես այո որ պրոյեկտի վրա մենք փոքրիկ պրոյեկտներ ենք արել իրար հետ մեծ պրոյեկտ դեռ չի հաջողվել, բայց այդ իմ կյանքի հաջողություններից եմ համարում Դավիթ Բաբայանի հետ աշխատելը։ Հենց հիմա էլ շատ կուզեմ։ Ու առհասարակ Դոդոին ճանաչելը, այն որ կա, այն որ փողոցում տեսնելը մենակ հերիքա։ Փողոցում քայլում ես դու կարաս ուղակի Դոդոին տեսնես, այդ ինձ թվում է այս քաղաքի ամենամեծ հաջողություններից մեկն է։ Ու այդպիսի դեմքերը Հրանտ Արամիչը Դոդոն, այն որ իրանք երևում է ոնց եղել են կյանքը երրացել է մինչև հիմա այդ տենց է իրանց մոտ ու ես երջանիկ եմ որ այդ մարդկանց ճանաչում եմ բայց այնքան ուրախ եմ որ չնայած չգիտեմ TikTok-յան իրականությանը արի տենց ասենք որ ամեն ինչը միասին կոչենք TikTok-յան իրականություն այն ինչ որ կատարվում է ու շատ արագ է կատարվում կաս դու կա Դոդոն կան մարդիկ ովքեր արվեստը կրում են արվեստը տանում են ովքեր կախված չեն գումարից լայքից չգիտեմ իրանց շատ այլ ավելի խորը թեմաներ են հետաքրքրում ու նվիրալներ են ու շատ ուրախ եմ որ այդ արվեստի նվիրալների ցանկում դու ավելացել ես տնտեն երիտասարդներից մեկն ես ամեն դեպքում ինչ որ դու անում ես դա արվեստ է այն ինչ որ դու անում ես դա մասնագիտություն է դա մասնագիտության հանդեպ սեր է ու հարգանք է ու քո այս համեստ տեսակը չգիտեմ ապրես որ տենց ես համեստ է որ հա
Լավ։ Հա, հիմա էլ դե պետք է համեստություն անես եւ ասես համեստ է, որ Համեստ է, այդ օքեյ հա, է։ օքեյ։ Բայց դա այդպես է։ Իսկ վաչեն, ես չգիտեմ, առաջի անգամներ երևի հենց Instagram-ով եմ տեսել ինչ որ գովազդում, այն որ սենց ինչ որ վառ կերպար, հետո մի ներկայացման մեջ, հետո երկրորդ, հետո երրորդ ու հասկանում ես, որ ինչքան բազմա պրոֆիլ է, իսկ դրա ճիշտ անունը լավ դերասանն է, այսինքն լավ դերասանը, դա բազմա պրոֆիլի չի տարբեր դերեր։ Ունիվերսալ է։ Երբ հավատում ես իր տարբեր դերերին, դա ուրեմն լավ դերասանի Շնորհակալ եմ շատ, իսկապես կարևոր էր ձեզնից լսել այս ամեն ինչը շատ։ ու շատ հաճելի է որ դու սրբուկը ունեք սիրո պատմություն Օ, այդ ամենահաճելին է ու գրում ենք դեռ շարունակում ենք։ շատ ապրեք Դրանով որովհետև չեք ռոմանտիզմն էլ է գիտես մի քիչ քչացել իրոք այդ արագության ընթացքում այն էմոցիաները որոնք խորքային են դրանք արդեն մի քիչ այտենց գույնը այդքան վառ չի Բայց ասեմ կարճ է մենք օրինակ երբեք ես ու սրբուկը չենք ասել որ մերը ռոմանտիզմ է, մեր այնքան ռեալ է անկեղծ։ Ոչ է ձերը ռոմանտիզմա Չէ։ Դե կարող է կողքից է տենց երևում, բայց մենք ռեալ դրա մեջ ենք, ոչ թե։ հա չէ ռոմանտիզմը դու ինչ ես մտածում որ պետքա սուտ լինի Այդ էլ կա։ Տես այդ չի մտածում։ Չէ։ Հա, ճիշտ։ Ես ու իմ ամուսինը ամենախառը իրական կյանքով ենք ապրում, բայց իմ համար մեր ամեն օրը Արամի ամեն տուն գալի իմ համար ռոմանտիզմը, որ ես իրան տեսնելու Այ դրա մասին եմ ասում։ Բայց դա ճիշտ է, դա ռոմանտիզմ է։ Հա։ Դե դրա անունը ուրիշ բան դնենք։ Երևի այդ իզմերն է մեզ խառնել, բայց հավատացած եմ, որ երկուսով նույն բանն ենք ասում։ Այո, եւ ես մաղթում եմ մեզ դիտողներին հաշվել վարքյանները սիրած մարդուն տեսնելու։ Ու եթե դա տարիներ անց դեռ կա, այդ ընտիրա։ Հաստատ համաձայն եմ։ Ապրես որ եկար։ Շնորհակալ եմ շատ լավ զրույց էր ու անկեղծ զրույց էր։ Ապրես, ես էլ եմ վայելել մեր զրույցը։ Ահա